Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լինելու է այդ օրը եւ մենք կեղծ խաղաղությանը հակադրելու ենք իրական արժանապատիվ խաղաղություն։ Վաղարշաբաթի թիմ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Քարոզարշավի ընթացքում հայրենիք կուսակցության թեկնածուն նկատել է հայերեն արթնանում են, թմբիրից դուրս են գալիս։ Նախորդ թիմ ընտրությունները Գյումրիում եւ Փարաքարում դրա վառ վկայությունն էին։ Վաղարշաբաթում դա վերահաստատվելու է։ Երկրի հակառակ կողմից եկածները պարտվում են, նրանք ովքեր ստով, կեղծիքով, խաբեությամբ զավթեցին իշխանական աթոռները, հիմա ստիպված են լինում հեռանալ այդ աթոռներից, բայց նրանք իհարկե չեն հասցնի հեռանալ, նրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ։ Վստահ եմ, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մենք Վաղարշաբաթում ունենալու ենք լրիվ նոր իրականություն, ունենալու ենք հաղթական ընթացք եւ ընդդիմությունը այստեղ հաղթանակ է տոնելու։ Հայրենիք կուսակցությունում պնդում են, գնում են բացարձակ հաղթանակի։ Եթե չստացվի, միանալու են բոլորային ուժերը, որոնք ունեն մեկ արժեհամակարգ, որոնք հայոց եկեղեցու վրա հարձակումը սրբապղծություն են համարում։ Եթե նման ձև եք վարվում, ապա ձեր կողքը նայեք, սեռախեղված գոյանքներ կան։ Գուցե շատ ավելի հետաքրքիր կլինի դրանց անկողինները ներկայացնեք հանրությանը, եթե ժողովրդին արդեն հասցրել եք այդ ճրիշակից ցածր մակարդակին։ Բայց ես ուզում եմ նման բաներից չխոսենք, ես ուզում եմ երկրի հակառակ կողմից եկածների մասին այլևս չխոսենք, չհիշենք եւ հաղթանակների շուրջը համախմբվենք։ Հայրենիք կուսակցությունը երբեք չի եղել իշխանության, մեզ չեն կարող մեղադրել, ալանի, թալանի, ոնց որ հիմա ընդունված է ասելու, Արցախը հանձնելու, Հայաստանի Հանրապետության տարածքներ հանձնելու մեջ, մեզ նման մեղքերում մեղադրել չեն կարող։ Նախընտրական բուռն շրջանում խախտումների պակաս չի եղել։ Նախընտրական շտաբի պետը պնդում է վարչական ռեսուրսի անխնա օգտագործում է եղել։ Պատճառը մեկն է ժողովրդի վստահությունը մսխած իշխող ուժի համար վարչական ռեսուրսի չարաշահումն ու բռնությունը իշխանությունը պահելու միակ գործիքն է մնացել։ Այն վախի տոտալ մթնոլորտը, որ մարդկանց մեջ սեմանում են, Facebook-յան լայքի համար, գործից ազատելու սպառնալիքներ եւ այլ, ես հասկանում եմ, մեր քաղաքացիներին հասկանում եմ եւ Խախտումների մասին ահազանգել են թե ԿԸՀ, թե իրավապահներին, արդյունքում մեկ քրեական գործ հարուցվել է, սակայն ընթացքի մասին դեռ որևէ լուր չունեն։ Դիմում եմ վաղարշաբաթցիներին։ Մենք ձեզ առաջարկում ենք ունենալ համայնքային իշխանություն, որը 30 տարի շարունակ չեք ունեցել։ Մենք ձեզ առաջարկում ենք ունենալ իշխանություն, որը ոչ միայն թուղթ կտրամադրի ձեզ, տեղեկան կտրամադրի կամ տարվա մեջ մի քանի փողոց ասֆալտ կանի, այլ կգա յուրաքանչյուրի դուռը, կլսի յուրաքանչյուրի հոգսը ու կտա դրանց լուծումները։ Ես հաղթած եմ եկել եւ այդ հաղթանակի շուրջը հրավիրում եմ իմ համայնքի բնակիչներին, նրանք ովքեր ուզում են հաղթանակը նշել, ունենալ, կկանգնեն իմ կողքը եւ միասին այդ հավերժությունը կտարփողենք եւ մեր քաղաքի եւ մեր ազգի եւ մեր երկրի։ Հայրենիք կուսակցությունում պնդում են ՔՊ-ն Հայաստանում չպետք է իշխանություն ունենա, ասում են իշխանազրկում ենք վաղարշաբաթում, հետո նաև հանրապետական ընտրություններում։ Դրա համար անհրաժեշտ է միայն նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամաս ու գործող իշխանությանը հայտնել սեփական վճռական դիրքորոշումը։ Այս դեպքում, եթե անգամ ընտրությունների օրը ընտրախախտումներ լինել, դրանք վճռական ազդեցություն չեն ունենա վերջնական արդյունքի վրա։